Զվարթնոց օդանավակայանի ուղևորային նոր համալիրի մեկնման սրահի բացումն արվեց Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթով։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ուղևորներից շատերը նշեցին, որ մշտապես բնակվում են Պետերբուրգում եւ Հայաստան կարճատև այցով էին եկել։ Քիչ գնալը չգիտեմ, բայց շատ որ կգան երևի։ Մենակ օդանավակայանի խնդիրը։ Ну нет, но это тоже очень важно, чтобы хорошо принимали туристов, гостей. Я думаю, что все равно они уедут. Որը ժամանակ հետո էլ ես կգնամ արդեն։ Չի քչանա։ Որովհետև պայմաններից ելնելով գնում են։ Ապրելու տեսակետը դժվարացել է։ Հայաստանում աշխատատեղերի բացում չկա եւ բնականաբար ժողովուրդը հիմնականում աշխատում են գնալ ուրիշ երկրներ, որպեսզի պայմանները ավելի հարմար լինի ապրելու, որտեղ կոմֆորտ է, այնտեղ ձգտում են հիմնական ժողովուրդը։ Օդանավակայանի նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2008-ին ու նախատեսվում էր ավարտին հասցնել հենց այս նոյեմբերին, տարածքը 34,000 քառակուսի մետր է։ Նոր համալիրի 1500 աշխատակիցների եւ 46 հաշվառման սեղանների շնորհիվ հնարավոր կլինի սպասարկել տարեկան մոտ 3.5 միլիոն ուղևորի։ Ազատություն ռադիոկայանի հարցին, թե չի տխրեցնում իրեն, որ մեծ թվով հայեր շարունակում են արտագաղթել ու մեկնման սրահը փաստորեն հենց հեռացող հայի սիմվոլն է, American International Airports ընկերության նախագահ արգենտինահայ բարերար Էդուարդո Էրնեկյանը պատասխանեց. Immigration is circumstantial. Nobody says that will be forever. I think that once we create job an airport like this, people will come to Armenia. We should create jobs. Կարծում եմ, որ արտագաղթը ժամանակավոր բնույթ է կրում եւ նման օդանավակայան ունենալը նաեւ հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել։ Չնայած օդանավակայանը ընդմիշտ եւ ժամանակավոր մեկնողների վիճակագրություն չունի, այդուամենայնիվ օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտավոր հաշվարկներով մեկնողներն ավելի շատ են լինում, քան ժամանողները։ Անցած տարվա ուղևորահոսքը եղել է 1 միլիոն 600 ուղևոր, որի գրեթե 50%-ը եղել են մեկնող ուղևորներ։ 50-ից մի քիչ ավել է։ Ուղևորային նոր համալիրում կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Շխյանի խոսքով նոր համալիրը կունենա նաև ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն սպասարկման հետ կապված հնարավոր խնդիրները։ Նախատեսում ենք, որ մոտակա ժամանակներս նաև կարողանանք ունենալ արդեն self-check ինքնահաշվառման այդ կիոսկները, self-check-ինները, որը ներկայումս քննարկումներ են կանում ավիաընկերությունների հետ։ Էդուարդո Էրնեկյանի խոսքով նոր տերմինալն ավելի շատ զբոսաշրջիկներ կներգրավի Հայաստան։ Նախատեսվում է ընդլայնել ընդհանուր տարածքը, կառուցել նոր ճանապարհ, որը մոտենալու է օդանավակայանին եւ նոր հյուրանոցին։ Հայաստանը պետք է ունենա լավագույնը եւ մենք կանենք հնարավորինս դրան հասնելու համար։ Հիշեցնեմ, ամիսներ առաջ շվեյցարական Dufry ընկերությունը գնեց duty free խանութները Զվարթնոցում եւ Corporation America-ի 20 օդանավակայաններում, որոնք պատկանում են Էրնեկյանին։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է 957 միլիոն դոլար։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, սակայն օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալն ասաց, որ նոր համալիրում դեռ հին duty free-ն է ներկայացված։ Տեսեք, ինքը ընկերությունը մասնագիտացված է հենց duty free վաճառքի մեջ եւ ամբողջ աշխարհի duty free-ների խանութների ցանցի մեջ ունի 8%։ Դա բավականին մեծ ծավալ է եւ ակնկալում ենք, որ նույն ոնց որ Վիեննայի օդանավակայանի duty free-նա կամ Ցյուրիխի օդանավակայանի duty free-նա նույն մոտեցումը իրանք այստեղ պետք է կիրառեն։ Կարծում եմ, որ դրանից բոլորս կշահենք։ Այսինքն կլինի ստանդարտ նույն մոտեցումը, որը ուղևորը կուանա եւ Երևանում եւ Վիեննայի օդանավակայանում։ Դա ամենաառաջնային բանն է, որ ուղևորը տարբերություններ չտեսնի ճամփորդելիս։ Աստված, այսպիսի բաներ շատ լինեն, շատ կառուցեն, գեղեցկանա մեր երկիրը, կյանքը լավանա եւ բոլորը վերադառնան։ Դա Աստված այն օրը լինի, որ աշխարհում բոլոր տոմսերը դեպի Երևան վաճառված լինեն եւ հերթ լինի, չկարանան կեսնել գան։ Դա Աստված գա այդ օրը գա։ Իդեպ, նոր համալիրի կենտրոնական մասում, ինչպես որ խոստացվում էր, տեղադրվել է Մինաս Ավետիսյանի հայտնի որմնանկարներից մեկը։